2 տարի առաջ արդեն խնդիրները ակնհայտ են եղել, բազմաթիվ ջերմամեկուսացումը մենք տեսել ենք, որ չի արվել, նաև բացի դրանից բազմաթիվ արհեստական խոչընդոտներ կառուցապատողի հետ կողմից եղել, շենքն են փակել, գումարներ են ավելորդ փորձել բնակիչներից շորթեն սպասարկման վճար, հիմա նույնպես վերցրել են, հիմա նույնպես օրինակ հենց հիմա սպասարկում են մարդիկ անում, իսկ սպասարկումը 0 է, ասենց ասեմ, ոչինչ չի արվում, բացի մաքրությունից, որը կրկին այսպես ասեմ, շատ թերի է արվում, ուրիշ ոչինչ շենքում չի արվում։ Քառակուսի մետրը 250 դրամ, արդեն բնակիչ ունենք, 4 ամիսը պետք է այդ վճարը կատարի։ Իսկ կառուցապատողը անգամ չի բարեհաճում իր խնդիրները, որը ինքը պետք է անի, գա կատարի։ Սպասարկման գումարներ աշորթում եւ ասում է, եթե այդ գումարները չտան, չգիտեմ, ձեր հետ նոտար չեմ մտնի կամ նոտար մտնելուց ջուրը կանջատեմ, շենքի մուտքը միջև հետ կփակեմ, հիմա արդեն գիտի, որ ավարտական շահագործման ակտը կա, արդեն պետք է մտնենք նոտար, այլ շենքի մուտքը չի փակում արդեն, այս բազմաթիվ անիմաստ խոչընդոտներ ասում։ Ըստ իս պետք է գերատեսչությունները, պետական մարմինները արդեն, որովհետեւ մենք էլի այսպեսի ժողով ենք արել, այս ամեն ինչը բոլորը տեղյակ են եւ շատ շուտ այս խնդիրներին պետք է լուծում տրվել։ Ինչու հենց հիմա որոշեցիք, այլ ոչ ի սկզբանե բարձրաձայնել։ Մենք ի սկզբանե ժողով արել ենք, բազմաթիվ ժողովներ ենք արել, կառուցապատողի հետ նաև եղել է ես եւ կառուցապատողը հանդիպել ենք իր մոտ, խնդիրները բարձրաձայնել եմ, լրիվ տեղեկացրել ենք, իր հետ անմիջական կապել ա եղել իմ եւ մեր հարևաններից եւս մեկի հետ, բայց կառուցապատողը ամեն ինչ ասում է կշտկեմ ու ոչինչ չի շտկում։ Ես ասում եմ ամենատարական բաները, հարկերում դռները, 4 դուռ ունենք մեր 4-րդ հարկում, չի փակվում։ 2 տարի է նույն բանը ասում եմ, 2 տարի է ինձ ասում են կանենք։ Ես կարող եմ դա անել։ Լիքը բաներ մենք մեր միջոցներով արել ենք։ Շենքը մեր միջոցներով կապիտալ մաքրել ենք։ 3 տարի ընդհանրապես շենքը կառուցապատողի կողմից չի մաքրվել։ Մեր միջոցներով կապիտալ մաքրել։ Տարածքը լրիվ դիմահատված է, այսպես 1300 քառակուսի, 3000 քառակուսի սևահողով մենք ենք լրիվ ասֆալտապատել, սևահող արել։ Կառուցապատողի աղբներ էստեղ։ 5 անգամ ասեցինք ձեր աղբը տարեք։ Բազմաթիվ տրակտորներ ունի, բազմաթիվ մաքրող սարքեր ունի, ոչինչ չարեց, էլի մենք մեր միջոցներով արեցինք, հսկայական գումար ենք այստեղ ծախսել։ Բացի դրանից շենքը գեթ մեկ անգամ մենք չենք տեսել, որ ջրցան մեքենաներով մաքրվի։ Իսկ ես գիտեմ, որ նորմերին պետք է համապատասխան շենքը ջրցան մեքենաներով անընդհատ մաքրվի։ Կառուցապատողին ասում է ջրցանով մաքրեմ, նորից փոշի է դառնալու։ Հասկանում եք, աբսուրդի սա ամենավերին գագաթնակետն է, էլի ես չգիտեմ։ Ու այն դեպքում, որ այս մարդը իր շինարարական ընկերությունում գիտենք բազմաթիվ ջրցան մեքենաներ ունի եւ չգիտեմ բազմաթիվ տեխնիկաներ ունի, չի անում։ Միակ տարբերակը մենք հիմա գտնում ենք, որ պետքա բոլորով հավաքվեն գնան կառուցապատողի օֆիս, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում, եւ պահանջենք, որ այս ամեն ինչին հենց այս պահից արդեն վերջ տրվի։ Այսինքն, ինչ է դա նշանակում, առաջինը կառուցապատողը սպասարկումը միանգամից դուրս է գալիս սպասարկումից, կառուցապատողը շենքի ղեկավարումից դուրս է գալիս, անվտանգությունը հանձնում է բնակիչներին եւ այս ամեն ինչով սկսում են զբաղվել բնակիչները։ Վերջ, ուրիշ տարբերակ չկա, որովհետեւ մենք տարիներով ասում ենք արեք, մենք անգամ գումարը կվճարենք, խնդիր չկա, բայց ոչինչ չի արվում։ Հասկանալի է, որ նորակառույց շենքա մարդիկ բնակարանները մեծամասամբ ձեռք են բերել վարկով եւ բանկերի անտարբերությունն է մեզ շատ զարմացնում, որովհետեւ սա դեռ այս շենքը բնակարանները դեռ մի 20 տարի, 10 տարուց ավել դեռ պետքա գրավ հանդիսանա իրանց մոտ, իրանք ոնց են հանգիստ նստած ու իրանք ռիսկ չեն դիտարկում այս ամեն ինչը, որ կամ նույնիսկ ռիսկ չեն դիտարկում այն հանգամանքը, որ հաշվի առնելով այս բոլոր թերությունները, ուղղակի մարդիկ համատարած կհրաժարվեն բնակարանները ընդունելուց։ Բացի այդ էլ ստեղ մեր համար անհասկանալի հարց է կաթսայատան հարցը, որը շատ կարևոր է։ Այսօրվա դրությամբ մեզ ասում են, որ բանավոր կերպով կաթսայատունը պատկանում է կառուցապատողին, այսինքն դա եւս մեկ լծակ է սակագներ սահմանելու ահռելի։ Այսօրվա դրությամբ մարդկանց 500,000, 400,000 վճարներ են եկել, որ պետք է վճարեն ջեռուցման համար, որը ցանկացած մարդու ասենք անհասկանալի է, դա ոնց հաշվարկվե, ինչ արվե, այսինքն այդ կաթսայատունը կարող է օգտագործվի հետագայում որպես լծակ ճնշումներ գործադրելու բնակչության վրա, քանի որ դա կենսական անհրաժեշտության օղակ է, ջեռուցումն ու հովացումը, եւ բնականաբար որևէ մեկը չի կարող հրաժարվել ջեռուցումից կամ հովացումից, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ շենքը գազամատակարարում չունի առանձին եւ բացի դրանից պայմանագրերում նշված կա կետ, որ նաեւ օդափոխիչներ արգելված է տեղադրել շենքի տեսքը չփչացնելու համար, էլի։